Սոցիալական ցանցերում տարածվող ահազանգերը, թե մայրաքաղաքում վրացական ավտոպետհամարանիշների զանգվածային գողություններ են կատարվում, չեն համապատասխանում իրականությանը, ներքին գործերի նախարարությունից են տեղեկացնում։ Մարտի 19-ից սկսած մինչև այս պահը վրացական պետհամարանիշների գողության միայն մեկ դեպք են արձանագրել ոստիկանները կենտրոն վարչականում։ Էթնիկ կամ ազգային պատկանելիության հիմքով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը վերջին օրերին լայն տարածում է գտել։ Արձանագրումն օմբուդսմենին է, մարդու իրավունքների պաշտպանը դատապարտելի է համարում հանրային գործիչների եւ պաշտոնատար անձանց նմանօրինակ վարքագծի դրսեւորումը։ Մանասյանը պաշտոնական հայտարարությունում նշում է, երևույթն ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաեւ ընթացող ընտրական գործընթացների շրջանակներում։ Ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող երաժշտության ու ազդանշանների հետ կապված օրենսդրությունը խորհրդարանը նախատեսում է խստացնել իշխանական падգամավորներն ու ազգային ժողովի նախագահն են նախագիծ ներկայացրել, որ հասարակական անդորն այսպես չխաթարեն։ Խորհրդարանում այս թեմայով այսօր նաեւ լսումներ են տեղի ունեցել։ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, հարցը հստակ է, կարևորել հանրության առողջությունը, թե անհատի զվարճանալու իրավունքը։ Նրա համոզմամբ իհարկե հանրության իրավունքն այստեղ պետք է գերակայի։ Սիսիանի 3 գյուղերում գայլերը խոշոր եղջերավոր անասունների սպանդ են կատարել։ Ցղունի, Տորունի, Քնժդեհ գյուղերում կենդանիները դաշտ են դուրս եկել, րոպեներ անց նրանցից 5-ին գայլերն արդեն հոշոտել են։ Գյուղացիներից միայն մեկի վնասը գերազանցում է 600,000 դրամը։ Նրանք նաև ահազանգում են, որ գայլերը շատացել են, վախենում են նաև իրենց ընտանիքների անվտանգության համար։ Անահիտ Աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը Հայաստանում կմնան մինչև ապրիլի 10-ը։ Ժամկետի երկարաձգման մասին պատմության թանգարանի տնօրենն է հայտարարել։ Անցնող 6 ամիսների ընթացքում Մայր թանգարանի Անահիտից Մարիամ ցուցադրությունն ունեցել է ավելի քան 45,000 այցելու, ինչն աննախադեպ է ցուցադրությունների համար։ Այս մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով են բանակցել բրիտանական թանգարանի հետ, որոնք էլ տվել են իրենց համաձայնությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։